Մի րոպե, դուք գիտեիք, որ փղերը զգում են մահը։ Սա թվում է գեղեցիկ լեգենդ, մինչև չես նայում փաստերին։ Այն գիտնականները, որոնք ուսումնասիրում են կենդանիների վարքագիծը, նկատել են մի տարօրինակ բան։ Այն փիղը, որը թուլանում կամ մահանում է, մնացածը պարզապես չեն լքում նրան, այլ վերադառնում են, կանգ առնում եւ սկսում շոշափել իրենց կնճիթով, հիմնականում ժանիքներն ու ոսկորները։ Երբեմն կարող են մնալ այդտեղ ժամերով, երբեմն վերադառնալ նույն տեղը օրեր եւ նույնիսկ տարիներ անց։ Եվ սա պատահական չէ։ Դա նրանից է, որ փղերը ունեն ամենազարգացած ուղեղներից մեկը կենդանիների մեջ։ Հիմնականում զարգացած է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է զգացմունքների համար։ Այս նույն համակարգը կա նաև մարդու մեջ։ Բացի այդ, նրանք չափազանց զգայուն են։ Նրանք կարողանում են զգալ երկրի վիբրացիաները եւ տարբերում են միմյանց վիճակները։ Նրանք ուղղակի զգում են, երբ ինչ-որ մեկը թուլացել է։ Բայց այստեղ կա մի հետաքրքիր բան։ Փղերը չգիտեն, թե ինչ է մահը։ Նրանք չեն կարդում փիլիսոփայության մասին, չեն հարցնում ինչ կլինի հետո։ Նրանք պարզապես տեսնում են, որ ինչ-որ մեկը կար եւ հանկարծ չկա ու արձագանքում են դրան։ Իսկապես, առանց բացատրությունների, առանց տեսությունների, եւ այստեղ ամեն ինչ դառնում է մի փոքր ավելի տարօրինակ, որովհետեւ մարդը գիտի, թե ինչ է մահը, ինչ է կյանքը, ինչ է տիեզերքը, գիտի ամեն ինչ, բայց հաճախ անցնում է կողքով առանց նկատելու։ Իսկ կենդանին, որը ոչ մի բառ չգիտի դրա մասին, կանգ է առնում, մնում է։ Եվ այստեղ հարցը նրանում չէ փղերը զգում են մահը, թե ոչ։ Հարցը նրանում է՝ միգուցե մենք դադարել ենք զգալ մահը։ 1 րոպեն ավարտվեց, կհանդիպենք։